Տերը սորտնի բոլորիս մենք գիտենք որ նոր երկեցինք երկրորդ երկն էր ոնց որ որտեղ Տիրոջ հոգին է այնտեղ ազատություն է, չէ՞, ուրախություն է, երջանկություն է, խաղաղություն է։ Այսօրվա իմ թեմայի վերնագիրը գրել եմ ես ազատ եմ, որովհետև ազատությունը դա ներսի սրտի դիրք է, դա ներսի ազատություն է։ Մարդը եթե դրսից դժվարության մեջ է գնում, չի նշանակում, որ ինքը ազատ չի։ Եթե մարդու ներսին ինչ-որ մի բան կապված է, նշանակում է, որ այդ մարդը ազատ չի, կապված է։ Ու հետաքրքիր է Հռոմեացիների 8-րդ գլուխ առաջի խոսքից ուզում եմ սկսեմ խոսքերը, ասում է ուրեմն հիմա Հռոմեացիների 8-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքերը, ասում է ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես, որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումը ազատեց ինձ մեղքի և մահի օրենքներից է։ Այսինքն ինչքան կարևոր է որ մենք հասկանանք, երբ որ մեր հայերին ասում ենք դու քրիստոնյա ես, ասում է հա, բա ոնց քրիստոնյա եմ, ամեն մի բաժակ վեկալուց ասում եմ, эх Աստված ջան, բայց իրան ներսում ազատ չի։ Ինքը քրիստոնյա չի, որտեղ որտեղ որ քրիստոնեություն կա, որտեղ որ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Դրա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք, շատ ուշադրություն դարձնենք մեր ներսի ազատության մասին։ Այսօր ամեն մեկս ուզում է իր արտաքին աշխարհը միշտ փոխի, ով չի ուզում։ Հարս ուզում է կեսուրին փոխի կեսուրը, հարսին փոխի, փեսեն աներոջը փոխի, սա ոբշե փոխենք։ Ու գիտեք ինչ է, երբ որ Հիսուս ասեց, եթե մանանեխի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք տեղափոխվի անգի ջուրը կտեղափոխվի։ Ու սա ուզում է սարեր տեղափոխեն։ Բայց չեն հասկանում, որ դա ներսի սարի մասն է Տերը ասում։ Դա ներսի փոփոխության մասին ասում։ Եթե իմ ներսում փոփոխություն չեղավ, դրսի փոփոխությունը չի երևա։ Եթե ես ասենք ագնոց եմ դնում ինչ-որ մի կանաչ գույնի ագնոց, սաղին տնալու եմ կանաչ եմ տնալու։ Բայց չի նշանակում, որ այդ մարդը կանաչ գույնի է։ Այլ իմ աչքերն է այդ ձև ցույց տալի, ինչի, որովհետև իմ մեջ փոփոխվելու բան կա։ Իմ մեջ պետք է այդ ագնոցները հանեմ, իրականությունը դնեմ։ Աստված այսօր եկավ մեր կեղծավոր ներսը փոխի։ Ինչի, որ իրականությունը դնի, որ տենանք իրական մարդկանց։ Եվ այսա ամեն բանից առաջ Աստված ուզում է, որ մեր ներսը սկսի փոխվելը։ Եվ ինչ ասում է, եւ Տիրոջ հոգին ասում է, որտեվ կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումը ազատեց ինձ մեղքի մահվան օրենքից։ Դրա համար այն մարդը, որի ներսում Աստծո հոգին կա, ինքը ազատված է մեղքի եւ մահի օրենքից։ Ամեն։ Եվ սա ամենասարսափելին է, բոլորը ստեից է սկսվում։ Դրա համար շարունակությունը հետաքրքիր է։ Գաղատացիներում 5-րդ գլուխ 13-րդ խոսքը տեսեք Պողոս առաքյալը ինչ ասում։ Ասում է, որովհետև դուք ազատության համար եք կանչվել, եղբայր, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով ծառայեցեք իրար։ Հետաքրքիր մի վարդապետություն կա, չէ՞, ասում է Հիսուս Քրիստոսին ընդունում ես, գնում ես ինչ ուզում ես անում ես։ Սա ազատությունը չի։ Ինչի որովհետև ասում է ձեր ազատությունը պատճառ չլինի քո մարմնի համար, մարմնի կյանքով ապրելու, այլ քո ազատությունը լինի իրար ծառայելու մեջ։ Այսինքն երբ որ մենք կարող ենք ազատ ծառայենք իրար, աչքերի մեջ նայելով, մարդիկ կան այսօր չեն կարող բարևեն, կամ էլ բարևելուց միշտ տեսյան են սենց նայում, ինչի, որովհետև չի կարող նայի աչքերին։ Գիտեք ինչի։ Որովհետև մասկեն, որ դու հագնում ես, կեղծավորությունը սաղ կա բացի աչքերից։ Դու նայում ես մարդու աչքերին ու տենում ես իրան ներսը։ Դրա համար աչքերը շատ մարդիկ փախցնում են, ինչի որովհետև իրանք ազատ չեն։ Ազատ մարդը նայում է աչքերիդ մեջ։ Տիրոջ համար ասում է, մենք համարձակություն ունենք նայելու քեզ։ Այսինքն ազատ մարդը ինքը կարում է նայ, բայց ոչ ազատ ինքը չի կարում նայ, միշտ փախցան, ասում է ոնց է, հա լավ եմ սենց։ Չէ, ազատ չես, մասկա ես հագել։ Ու դու վախենում ես, որ աչքերիդ մեջ նայելով ճանաչենք դու ով ես։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ այսօր մենք ազատ լինենք մեր ներսի մարդուց, մեր այն վիճակից, որը շատ անգամ տանջել է մեզի։ Հավատացեք, Իսրայելը, երբ որ Հիսուս Քրիստոս խոսում էր Իսրայելի հետ, Իսրայելը եւ բոլոր այդ քաղաքական գործողություն անողները իրան գիտեին, որ Հիսուս Քրիստոսը որպես թագավոր գալու է իրանց հռոմեացիներից ազատի։
Բայց չգիտեն, որ հռոմեացիները չէր իրանց խնդրեմը, այլ իրանց ներսն էր խնդրեմը։ Իրանց մեղքն էր խնդրեմը, իրանց դժվարությունն էր խնդրեմը, իրանց ներսում որ սատանեն դիրքավորել է, սա է խնդրեմը։ Երբ որ մարդ ներսից ազատ է, դրսից ոչ մի բան չի կարող իրան կապի։ Բայց եթե մարդ ներսից ազատ չի, ամեն ինչը իրան կապում է իր հետ։ Դա համար այսօր կարևոր է որ մենք հասկանանք Տիրոջ հոգին մեզ վրա է այսօր։ Մեզ ազատություն տալու, երջանկություն տալու, ուրախություն տալու, խաղաղություն տալու։ Ամեն։ Եվ այդ ձև չէր ասում Պողոս առաքյալը իր թղթերի մեջ, ասում է Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Այսքան ինչ է տեղի ունենում, երբ որ մենք ազատ ենք լինում, սա արդեն արքայության նշաններից մեկն է, որ մեր ներսում արքայությունը կա։ Ամեն մի մարդու ներսում արքայություն չկա։ Այն մարդը, որ ասում է ես քրիստոնյա եմ, բայց իր ներսում բացակայում է այս կետերը, ինքը արքայություն չունի իր ներսում։ Ինքը ազատ մարդ չի։ Ու իր կյանքում սատանեն կարում է օգտագործի։ Բայց այսօր մենք ազատ ենք ինչից։ Առաջինը մենք մեզանից, մեր եսից, մեր ցանկությունից, մեր էգոից, հետո սատանայից ու հետո մեղքից։ Այսինքն եթե սատանայից ազատ չլինենք, մեղքից էլ ազատ չենք լինի, որովհետև սատանայի կողմից այդ մեղքը գալի։ Դա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք մեր ազատությունը Աստված ինչի տվեց։ Հռոմեացիների նույն 8-րդ գլուխը 3-4 խոսքերը ուզում եմ խոսամ։ Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար մեղքին դատապարտեց։ Այն մարմնումը, որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ հոգևորապես։ Աստիճանաբար Պողոս առաքյալը այս թղթերի մեջ մոտեցնում է ովքեր են քրիստոնյաներ, ովքեր են Քրիստոսին ընդունողներ, ովքեր ունեն Սուրբ Հոգին, ովքեր են հոգով շարժվողները։ Հետո կամաց մոտեցնում է ովքեր են Աստծո որդիները։ Ամեն մեկը չի որ Աստծո որդի, ամեն Քրիստոսին կանչողը չի որ Աստծո որդի է։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլխում ասում է ամեն Տեր ասողը չի որ պետք է մտնի երկնքի արքայություն։ Նշանակում է եթե Տեր ասում է ինքը Աստծո որդի է, ոչ։ Այսինքն ինչ որ մի բան կա Աստծո որդի լինելու, Աստծո որդին ինքը պետք է լինի ազատ, որտեղ ինքը ազատի որդին է։ Ինքը Հիսուսի որդին է։ Իր ներսում ազատություն կա։ Եվ մենք պետք է միշտ ուշադրություն դարձնենք մեր ներսի կյանքում։ Շատ անգամ կապված ենք մեղքերով, այսյան այնյան, լսի, մի արդարացրա դրանք, այլ ազատվի։ Ինչ ասում, ասում է, եթե առակացի մեջ ասում է, եթե երաշխավորես լինում մեկ նկատմամբ, չէ, փողի պարքի դիմաց, ասում է, դաժե անկողինը տակիցդ կտանեն մի բանով, որ այդ ամեն ինչից դուրս գաս, բայց ասում է, քանի որ դրա մեջ ես, ամեն ինչ արա որ ազատվես։ Ինչի որովհետև այդ մարդը չի կարա հանգիստ մնա։ Դրա համար Տեր ուզում է որ մենք այսօր ազատ կյանքով ապրենք։ Ազատ կյանքով ոչ թե մենակ ասենք ես ազատ եմ ու դեմին մարդու չէ, քո ազատությունը պետք է ծառայի դիմացինին։ Ազատ մարդը ինքը ծառայող մարդ է։ Ազատ մարդը ինքը համաչող մարդ չի։ Ազատ մարդը չի կամենում, չի ընդունում, ասենք այն կարծիքները, որ իր նկատմամբ կկազմեն։ Ազատ մարդը ինքը ազատ ամեն ինչից։ Դա համար մենք ոչ մի մեկի կարծիքը պետք է չընդունենք, որ ասենք վայ կարող է մարդիկ ինչ կասեն ինձ, հարևանս ինչ կասի, բարեկամս ինչ կասի, լավ անուն եմ ձեռք բերել ես 10 տարիների ընթացքում, բայց իրանք ինչ կասեն։ Անունը դիր Հիսուսի ոտերի տակ, Հիսուսի անունը վերցրա, որտեղ որ դևերն են սարսափում, ու Հիսուսի անունով գնա առաջ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ ամեն մեկիս։ Եվ հետաքրքիր է մի տեղել եմ ուզում ես շոշափեմ, ինչ ասում է, որովհետև մարմնավոր լինողներ մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողներ հոգու բաները, որովհետև մարմնի խորհուրդը մահ է եւ հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Որովհետև ուրդեղ Տիրոջ հոգին անդե ազատություն է։ Ուրդեղ Տիրոջ հոգին։ Ես շատ անգամ կարամ ասեմ, որ գիտեք Տերը, ասես մի բան ասեմ։ Հին ուխտում միշտ Աստծո հոգին գալիս էր ոչ բոլորի վրա, չէ՞։ Գալիս էր մարգարեների վրա, գալիս էր թագավորների վրա, օծում էր, բայց ոչ բոլորի վրա էր գալի։ Ու ինչ տեղին են, որ Աստված խոսում էր մարգարեների հետ, մարգարեները խոսում են ժողովրդի հետ։ Բայց այսօր հետաքրքիր է, ինչ ասեց Հովել մարգարեի միջոցով, ասում է, վերջի ժամանակներում
Իմ հոգին կթափեմ բոլորի վրա։ Ձեր տղաների, աղջիկների, ծառաների, մեծերի, փոքրերի, ինչի համար։ Որ Աստված բոլորի հետ խոսա։ Ոչ թե հովիվ միջոցով խոսա։ Դե լավ է, դե ինչ պարտադիր է, տուն աղոթեմ, տունը կարդամ, կգնամ մի բան կասի հովը, չէ։ Տերը հոգին տվել է, որ քեզ ազատի, որ քո հետ խոսա ինքը, որ քո հետ հարաբերություն ունենա։ Իսրայել ժողովուրդը այդ ամեն ինչը հասկացան, ասացին Մովսես, չենք ուզում, մենք վախենում ենք Աստծուց։ Թող Աստված քո հետ խոսա, դու էլ մեր հետ խոսաս, մենք կընդունենք քեզ։ Բայց Տերը ուզում էր Իսրայել ժողովրդի հետ խոսար։ Ցույց տար, որ Իսրայել ժողովրդի հետ էր Աստված։ Ու ինչ էր պատճառը իրանց մեղքի, որովհետև Աստված իրանց հետ չխոսած, իրանք էլ համարձակություն ունեցան մեղքի կյանքով ապրելու, շնության մեջ լինելու, տարբեր կրապաշտության մեջ լինելու։ Ինչի համար, որովհետև ում հետ Աստված չի խոսում, ինքը գնալու է մեղքի ուշ դե շուտ։ Որովհետև Աստվածավախությունը կորում է այդ մարդու կյանքից։ Բայց քան որ մեր կյանքում Աստված խոսում է, մենք Աստծուց վախենում ենք, ասում ենք Տեր, մենք չենք ուզում քեզ կորցնենք։ Մենք ուզում ենք դու լինես մեր հետ։ Որովհետև Աստված ինքը պատժող մի հատ զորություն չունի մեր կյանքի մեջ, այլ ինքը հայր է, ինքը սիրող Աստված է։ Իրան ներկայությունն ու գիտեք շատ անգամ գիտենք, որ կանայք ավելի նուրբ են, չէ՞ տղամարդկանցից։ Բայց մի բան ասեմ կանայք, շատ չտխրեք։ Աստված ավելի նուրբ է, չեմ դուք։ Ավելի նուրբ է։ Ինքը ամեն մանրունքը զգում է ու ինքը լռում է։ Ինքը չի խոսում։ Կնոջ նման չի ասում, այ դու սենց արի, դու սենց ար չէ, ինքը լռում է։ Բայց քո համար էլ բարեխոսում է։ Դրա համար շատ կարևոր է, որ չկորցնենք այդ Աստծուց։ Ուզում եմ մի հատ էլ եղբայրներն ասեմ։ Գիտեմ, որ եղբայրները մի քիչ ավելի ուժեղ են, չեմ կանայք, բայց Աստված ձեզանից ավելի ուժեղ է։ Դրա համար ինչի համար, որ մենք հասկանանք, Աստված մի հատ ամենաուժեղն է ու ամենանուրբն է։ Դրա համար մենք պետք է գնահատենք այդ Աստծուն։ Չթողենք, որ ոչ մի բան կորցնենք այդ Աստծո եւ ուժը մեր կյանքից, եւ իր ներկայությունը եւ իր նրբությունը մեր կյանքից։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկից։ Տեսեք Կողոսացիների 3-րդ գլուխ 1-6 խոսքը ինչ է ասում Պողոս առաքյալը։ Այդ եթե Քրիստոսի հետ հարություն առանք, ապա խնդրենք վերինները, որովհետև Քրիստոսն է նստում Աստծո աշկողմում։ Վերինները մտածեցենք, ոչ թե երկրի վրայինները։ Վասնզի դուք մեռակ եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ուրեմն սպանեցեք ձեր անդամները, որ են երկրի վրա են, պոռնկություն, պղծություն, կիրքեր, չար ցանկություններ եւ ագահություն, որ կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Հետաքրքիր է, որ Կողոսացիների թղթում ինչ է ասում Պողոս առաքյալ, որ ասում է, եթե Քրիստոսի հետ մեռակ, ուրեմն փնտրեցեք վերինները։ Որովհետև եթե մենք Քրիստոսի հետ չմեռնենք, մենք չենք կարող Քրիստոսի հետ ապրենք։ Որովհետև Քրիստոսի հետ պետք է մեռնենք, որ Քրիստոսի հետ կյանք ունենանք։ Որովհետև որտեղ որ կա մահ, ընդ կա հարություն։ Որտեղ որ չկա մահ, ընդ հարություն գոյություն չունի։ Բայց հոգևոր աշխարհը ուզում է, որ մենք հարություն լինենք, հարություն առած լինենք մեռելներից։ Եվ սրա համար Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է, ասում է դրա համար երբ որ մենք մեռանք, մեզ պետք է Քրիստոսի հետ ապրենք։ Մեզ պետք չի մարմնավոր աշխատանքի հետևից գնանք, մարմնավոր այդ գործողության հետևից, որը որ թևես, մարմնավորես պտուղների հետևից, որը որ թվարկես Պողոս առաքյալը։ Ու շատ անգամ մենք անկասենք, հա, էսի նորմալ է, սրանից մենք չունենք։ Պոռնկություն էլ չունենք, պղծություն էլ չունենք, կիրքեր, չար ցանկություն, ոնց որ ունենք մի քիչ։ Ու սա մեզի տանում է, սա մեզի տանում է դեպի մեղքի մեջ։ Սա մեզի տանում է, ասում է ինչի մեջ որ կաս բավարարվի, գոհացի Աստվածանց, ինչի որ քո ազատությունը, ուրախությունը լինի կատարյալ։ Ու մի տեղ եմ ուզում շարունակել Կողոսացիների թուղթը 3-րդ գլուխ 7-ից 10-րդ խոսքը շարունակությունն է, որոնց մեջ դուք մի ժամանակ գնացել եք, երբ որ կենթանի եք նրանցում, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամենը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանիցը, սուտ մի խոսակ իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Հետաքրքիր է, սրա մեջ ոնց որ ավելի շատ կանք։
Ասма հանեք, եթե մեռած եք, հանեք այդ ամեն ինչը։ Մեռած մարդուն հանում են, ուրիշ շորեր են հագցնում։ Հանեցեք այդ շորերը։ Գիտեք, Հիսուսը երբ որ հարություն առավ, այն շորերով չէր, որ շորերով իրան թաղեցին։ Ու մերկել չէր։ Հիսուսը հարություն առավ ու ուներ երկնային շոր։ Դա համար այսօր մեզ պետք է հանենք այդ շորեր, որ հագնենք հոգու շորերը։ Սրբություն, մաքրություն, արդարություն, ճշմարտություն, սրանք հագնենք։ Եվ եթե նրանք չհանենք, նշանակում է մենք դեռ մեռած չենք։ Մենք հələ կարում ենք մենք մեզի դիմավորենք ու հանենք, հագնենք։ Դրա համար Տեր ուզում է որ այսօր հասկանանք մի բան։ Այսօր եթե Քրիստոսի հետ ենք, մենք պետք է մեռած լինենք աշխարհի համար։ Աշխարհի ցանկությունները, աշխարհի նպատակները, աշխարհի ձգտումները դրանք կմեռցնեն։ Լավ բան է, ինչ որ բաներ կա, Քրիստոսի անունը պետք է կբերես այդ ամեն ինչի մեջ, որ այդ չափը չանցնի։ Բայց երբ որ մարդը չափը անցնում է, տենմա որ գնաց արդեն, աշխարհը գրավեց իրան։ Դրա համար ինչ ասում է, ով որ հոգևոր է, հոգու բաներն է մտածում, ով որ մարմնավոր է, մարմնի բաներն է մտածում։ Ամեն։ Դրա համար ես կուզենամ Հռոմեացիները շարունակեմ թուղթը 7-ից 8-րդ խոսքը 8-րդ գլխի։ Որտեղ մարմնի խորհուրդ Աստծո դեմ թշնամություն է, որտեղ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ կարող էլ չէ։ Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճոյ լինել։ Նրանք, որ մարմնավոր կյանքով են ապրում, Աստծուն չեն կարող հաճոյ լինել։ Տեսեք, Տերը փրկեց մեզ։ Բայց մեր կյանքը պետք է հաճեսնի Աստծուն։ Մենք պետք է հաճեսնենք Տիրոջը։ Տերը պետք է հաճի մեզ։ Ինչ ասում Եսավի ու Հակոբի համար։ Ասում է ես Եսավին ատեցի եւ Հակոբին սիրեցի։ Ինչի համար։ Որտեւ Եսավը չկարողացավ ընդունել Աստծուց այն բոլորը, որ Աստված տալիս էր։ Չհնազանդվեց Աստծուն։ Ինքը անում էր այն, ինչը որ ինքը ուզում էր։ Բայց Հակոբը ինքը չէր ամեն ինչը որ ինքը ուզում էր, այլ անում էր այն, ինչը որ ծնողն էր ուզում։ Սա խոսում էր, որ Հակոբի սիրտը հնազանդվող սիրտ էր։ Ինքը ենթարկվող սիրտ էր։ Ինքը եթե չհնազանդվեր իր ծնողներին, ինքը չի էլ հնազանդվի Աստծուն։ Դա տենց է 100% է։ Եթե մարդը չի հնազանդվում իր ծնողներին, ինքը չի էլ հնազանդվի իր Աստծուն։ Դա 100% է, ոչ մեկ ոչ մի բան չի ար, ասում է ճուտը ձվից է երևում, չէ՞։ Այսինքն փոքր ժամանակվանից դու զգում ես այդ մարդը հնազանդվող է, դե հնազանդվող չի։ Ինչի համար, որովհետև Աստված սիրեց, որ Եսավին էլ սիրեր, բայց Եսավի մեջ հնազանդություն չկար։ Հակոբի տարբերությունը Եսավի հետ 5 րոպեվա տարբերություն էր։ Եսավը ծնվեց, 5 րոպե հետո Հակոբը ծնվեց։ Ես կողմ վրա դնեմ, թե չանդադ։ Եսավը ծնվեց, 5 րոպե հետո Հակոբը ծնվեց։ Հակոբը ոչ մի անգամ չէր ամուսնացել։ Եսավը 2 հատ կին ուներ։ Իր ցանկությունները այնքան մեծ էր, որ Եսավը 2 հատ կին ուներ, այն էլ այլ ազգից։ Այն էլ այնպես կանայք ուներ, որ իր ծնողները նեղվում էին իրանց հարսից։ Բայց ինչա, միթե ծնողները չէին ասել Հակոբին, Հակոբ, ուրիշ աղջիկներին չվերցնես, այլ մեր կողմի աղջիկներին վերցրա, ասել էին, բայց հնազանդ չէր, որտեղ ինքը հնազանդ չէր։ Հետո Հակոբը երբ որ գնաց ծնողների ասածով, որ ինքը ճիշտ ընտրություն աներ, ինչ տեղի ունեցավ։ Եվ ասում է Եսավը իմացավ, որ Հակոբը գնաց ընտրություն անի, ինքը գնաց Իսմայելիս էլ մի հատ աղջիկ բերեց։ Հələ Հակոբը չի ամուսնացել, հələ 7 տարի էլ ունի ընդ ծառայելու ամուսնացել։ Եսային արդեն գնաց 3-րդ կինը բերեց։ Եսավը, կներեք Եսավը, գնաց 3-րդ կինը բերեց։ Ինչի համար։ Որտեվ իր ցանկությունները այնքան մեծ էր, որ ցանկություններով լսված մարդը չի կարող հնազանդվի Աստծուն։ Չի կարող։ Դա համար ինչ ան, որ մեր ցանկությունների վրա բերեն Քրիստոսի արյունը։ Ասենք Տեր, հեռացրու ամեն մի ցանկությունից։ Հեռացրու։ Ինչը որ պետք է Աստված տալիս է։ Ինչը որ պետք է Աստված բերում է, բայց այն որ մարդը դնում է, հղիանում է ցանկություններ, մեղքը որտեղից է ծնվում։ Հակոբոսն ասում։ Ասում է մարդը ցանկանում է եւ ցանկությունը երբ որ հղիանում է, մեղք է ծնում։ Այսքան ինչ է անում ցանկությունը։ Մեղքի հնարավորություն է տալ մեղքը գա քո կյանքում։ Դա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ մենք հասկանանք, ինչքան կարևոր է, որ մենք Աստծո հոգևոր կյանքի մեջ ապրենք։ Հոգևոր մարդիկ լինելով մենք հոգևոր կյանքով պետք է ապրենք։
Մենք եկել ենք Ռուսաստան, չէ, բայց հայկական են մշակույթն են, սովորություններն է պահել ենք։ Ինչի համար ենք պահել, որտեղ դա մեր հարազատն է։ Մենք չենք կարող դա կորցնենք, դա մեր արյունի մեջ է եկած։ Ու մի բան ասեմ, մենք երկնքի մարդիկ ենք, երկնքի մարդիկ։ Ունի երկնքի սովորությունները, երկնքի մշակույթները, թեկուզ ապրում ենք այս աշխարհի մեջ, ինչ ենք կորցնում շուտ-շուտ։ Միթե դա հաճելի չի, երկնքի մշակույթը հաճելի չի մեզ։ Երկնքի դաստիարակությունը հաճելի չի, երկնքի սովորությունները հաճելի չեն, հաճելի են։ Դրա համար մենք երկրի վրա լինելով ինչ սֆերաների մեջ ենք գտնում, մենք պետք է հասկանանք մի բան, որ հոգևոր կյանքը մեզ համար է ամեն իրավիճակների մեջ, ամեն իրավիճակների մեջ։ Ուզում եմ առաջ գնալ 9-10-րդ խոսքը Հռոմեացիների։ Ասում է, բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Եվ եթե Քրիստոսը ձեզանումն է, ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի է արդարության համար։ Հետաքրքիր ասում է, եթե Տիրոջ հոգին չկա ձեր ներսում, դուք Քրիստոսինը չեք։ Իշքան Աստված բերում կամաց բերում ավելի խորը տեղեր, որ մենք հասկանանք այս խորը տեղից, մենք հասկանանք մենք ով ենք։ Մենք պարզապես Քրիստոս ենք կանչում ու վերջ է։ Միտեղ հիշում եք, չէ, ասում է ով որ Քրիստոսի անունը կանչի կփրկվի, բայց որտեղ կանչեն։ Այն ժամանակ հալածում են Քրիստոսին։ Դրա համար Քրիստոսի անուն կանչելը դա մահվան հավասար բան էր։ Իսկ հիմի բոլոր կարան Քրիստոսին կանչեն, բայց իրանց կյանքը չփոխվի։ Այսինքն միշտ չի որ ասենք կարանք ասենք Հիսուս Քրիստոս, ալելույա, ու մենք ունենանք փրկություն։ Ոչ, այլ մեր ներսի փոխված կյանքը ինքը պետք է կանչի Հիսուսին։ Դրա համար ինչ ասում է եւ հոգին կենթանի է արդարության համար։ Գիտեք, մենք այսօր Աստծո արդարներն ենք։ Ոչ թե արդարներ մեր գործերի, այլ արդարներ Քրիստոսի գործերի։ Մենք Քրիստոսի արդարներն ենք, ինչի համար, որտեղ մենք հավատացինք Աստծո խոսքին, ու մենք հավատացինք Քրիստոսի խաչին։ Մենք հավատացինք, որ Քրիստոսով փրկված ենք մենք։ Եվ սա արդարացրեց մեզի։ Երբ որ մենք Քրիստոսի արդարությունը ընդունեցինք մեզ, մեր արդարությունը հանեցինք, դեն շպրտեցինք, Քրիստոսի արդարությունը արդարացրեց մեզ։ Ինչն էր Իսրայելին, որ չարդարացրեց, իրանց գործերից ուզում էին իրանք արդարանային։ Լսեք, քրիստոնեությունը գործերի մեջ չի, քրիստոնեությունը հավատքի մեջ է սկզբից սկսվում։ Եվ հավատքից հիմնվում է մնացած գործերը։ Բայց եթե քրիստոնյայի գործը դեռ չկա ու իր միշտ գործերն է պատմում, որտեղ մարդուն ասում ես հավատում ես Քրիստոսին, ասում հա հավատում եմ։ Ու այսքան գործերն եմ, սրան լավություն եմ անում, նրան լավություն եմ անում, նրան եմ անում, լսի եթե արդարություն չի Աստծո առաջ։ Առաջին Քրիստոսի արդարություն պետք է քո համար լինի արդարություն։ Ոչ մեկս ոչ մի գործերով չենք արդարանում։ Մենք արդարանում ենք Քրիստոսի հավատքից։ Ու քանի որ Քրիստոսին հավատացինք, Քրիստոսով արդարացանք, արդար մարդը չի կարող վատ գործեր անի։ Այս է։ Որ գործը պետք է ապացուցի, որ դու արդար ես Քրիստոսով։ Բայց հիմքում լինի Քրիստոսը, ոչ թե մեր գործերը։ Ամեն։ Դրանից սորտնի ամեն մեկից, որ մենք էլ ավելի կարողանանք հասկանանք Տիրոջ գործերը։ Տեսեք Հռոմեացիներում 11-13-րդ խոսքից կամաց մոտենում արդեն։ Ասում է, եւ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին հարուցանող ձեր մահկանացու մարմիններն էլ կկենթանացնի իր հոգովը, որ ձեզանում բնակված է։ Ապա ուրեմն եղբայրքս պարտականենք ոչ թե մարմնի պես ապրելու, որտեվ եթե մարմնավորապես ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Ահա ինչ ասում է Աստծո հոգին, Քրիստոսի հոգին, որ Քրիստոսին կենթանացրեց, ու եթե դա ապրում է ձեր մեջ, ձեզ էլ հարություն կտա։ Գիտեք, այսօր աշխարհի համար սովորություն չի ճիշտ բան անելը։ Աշխարհի համար պետք է լինի շուստրի, սենց խորամանկ, սենց ագահ, սենց սաղին գրփող, սաղին ճնշող, ասում է այս աշխարհը մեծ ամանա, չէ՞, ով շուտ ձեռը երկարի, ամենահամեղ պատառն է, իր փորը կտանի։ Սա աշխարհի սկզբունքներն է։ Ու ցավալին է, որ քրիստոնյաներն էլ են այդ ձևը այդ սկզբունքներով։ Միշտ առաջինի ինքնակցում, միշտ առաջինի իրանոզում, միշտ առաջին։ Լսի վեկալել ես դուր դիմացին։ Այսի արդարությունը։
ունես տուր։ Այսի քրիստոնեությունն է, այսի արդարության գործն է, ոչ թե այն մի հատ մեր հին կինոներից կա, որ ասում է, ով ղոչախա շերեփի իր ձեռն է, այլ դեսին դենը կբոթին մյուսին դեմը ամենահամող պատառը իրանն է։ Չէ, դա քրիստոնեությունը չի։ Թեկուզ մենք չենք կարող գանք ծառայության ասենք, հո ժողովներն մասնակցում ենք, բայց այդ շերեփը մեր ձեռը պահենք, չէ։ Շերեփը թող ու սկսի օրհնելը մարդկանց։ Սկսի մարդկանց անեց ապրի, որ ասում եմ մարդկանց գովելի Աստծուն հաճելի կյանքով։ Սա քրիստոնեությունն է։ Ամեն։ Եվ սա գալիս է մեր ներսի փոխվածությունից։ Եթե մեր ներսը չի փոխված, մեր դրսի փոխվածությունը սուտ է, ժամանակավոր է, կհոգնես։ Բայց եթե մեր ներսը փոխված է, դա մեր առօրյան է։ Մի տարի անցնում է, տեմես նույնը ապրում ես, 2 տարի անցնում, 10 տարի անցնում, կյանքիդ վերջի օրերն է գալի, հասկանում ես, որ դա քո առօրյան է, ուրիշ ինչ կարաս անես։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկից, որ մենք հոգով շարժվենք, մարմնի գործերը սպանենք։ Ես իմ մարմնի գործերը պետք է սպանեմ։ Դուք չեք կարող սպանեք։ Ամեն մեկս իր ներսում, իր մարմնի գործերը պետք է սպանի։ Մեկը ագահա, գիտեք ինչ անի այդ ագահությունը վերացնելու համար, առատա ձեռն սովորի, սկսի օրհնելը։ Զաքեոսի մասին խոսացինք, ինքը ագահ էր։ Գիտեք ինչ արեց, որ փրկությունը եկա, ոչ թե Հիսուսին մենակ ընդունեց իր տունը, կերցրեց ու ճամփու դրեց, այլ իր ագահությունից իր ունեցվածքը տվեց, որը եռապատիկ, որը քառապատիկ, ու ասեց, այս ընտանիքում փրկություն եղավ։ Այսքան ագահ մարդը, ես տեսել եմ ագահ քրիստոնյաներ, միշտ խոսում են իրանց մասին, իր էգոյի մասին, չէ, երկինք չես մտնի, ագահներ երկինք չեն գնա։ Դա համար շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք, աշխարհի բնավորությունը մեր վրա վերցնելով, դա չի խոսում, որ ես քրիստոնյա եմ։ Մենք Քրիստոսի բնավորություն պետք է ունենանք։ Իսկ Քրիստոսը ագահ չէր, անտարբեր չէր, ինքը ուր գնում էր, գործում էր այն ինչը որ ասում էր, ես իմ հորից տեսա, ես նույնն եմ անում։ Ու մենք էլ Քրիստոսից ինչ որ տենում ենք, դե գրերի միջոցով, դե մյուս ավակ եղբայրների միջոցով մենք են ենք անում։ Եվ սա պետք է դասիրակենք մեզ, սպանենք մեր մարմնավոր կյանքը, որ հոգևոր կյանքի մեջ ակտիվանանք։ Հետաքրքիր է, մի տեղ եմ ուզում բան անել։ Տասնչորս 16-րդ խոսք ասում է, որովհետև որոնք որ Աստծո հոգովն են վարվում, այստեղ արդեն սկսում է որդիությունը։ Որովհետև որոնք որ Աստծո հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են։ Որովհետև դուք ծառայության հոգին չառակ, որ դարձյալ վախենակ, այլ որդեգրության հոգին առակ, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք։ Հետաքրքիր է, այս բոլոր ամբողջ իրականությունը, երբ որ կարդացի, նոր վերջում ով որ հոգով առաջնորդվում, նոր ինքը Աստծո որդին է տեղի ունենում։ Եվ Աստծո հոգին իր ներսում վկայություն է տալ, որ ինքը Աստծո որդի է։ Ինչի շատ քրիստոնյաների կյանքում այդ վկայությունը չկա, որովհետև ինչ որ մի բան փչացած է իր կյանքի մեջ։ Ինչ որ մի բան հիմքերը աշխարհից է եւ ոչ թե Աստծուց։ Հնարավոր չի Աստծո հոգով վարվես ու Աստծո հոգին քեզ շասի ավակնես։ Գիտեք, դրսի ասելով դու Աստծո որդի ես, Աստծո որդի եմ, հո ես Աստծո որդի եմ, բայց իր ներսում եւ ագահությունն է, եւ քծիբությունն է, եւ գողությունն է, եւ մնացած բամբասանքն է, եւ ատելությունն է։ Լսի, դրսի չի ամեն ինչը, ներսից է։ Եթե Սուրբ Հոգին վկայում է, որ դու Աստծո որդի ես, ուրեմն դու 100% Աստծո որդի ես։ Եթե վկայություն չկա, փնտրի այդ վկայությունը։ Սուրբ Հոգի, դու ուր ես դու։ Ես ուզում եմ քո վկայությունը զգամ, որ ես Աստծո որդի եմ։ Ոչ թե 10 տարի եկել եմ եկեղեցի դրանով եմ հաստատում, որ ես Աստծո որդի եմ։ Դրանք սուտ բաներ են։ Մի օրվա եկացած մարդն էլ կարա լինի Աստծո որդի, եթե երբ որ Սուրբ Հոգին իրան ներսում վկայում է, որ դու իմ որդին ես։ Հիսուս Քրիստոսը երբ որ աշխարհում էր, ասեց, լսեք, Աստծո արքայություն դրսի երևույթով չի գալի, Աստծո արքայությունը ներսից է։ Ձեր ներսում փնտրեցեք։ Փնտրիկ այդ վկայությունը։ Եվ եթե չկա այդ վկայությունը, հլա աղոթի ասած Սուրբ Հոգի ցույց տուր, ինչն է խանգարում, որ այդ վկայություն չկա։ Ինքը հաստատ ցույց կտա, որ պետք է ապաշխարես ու դրա համար պետք է նորոգվես
ու դրա համար մերցնես ամեն մի մարմնավոր գործերը, ինչի որ հոգու մեջ սկսենք աճելը։ Որովհետև եթե Սուրբ Հոգին չասի, որ դու իմ զավակն ես, երկինք չենք մտնի։ Հավատացեք, դա իրականություն է։ Աստված կենթանի է, Սուրբ Հոգին կենթանի է, ամեն։ Խոսալ գիտի Սուրբ Հոգին։ Հիսուս Քրիստոսը ասեց, երբ Սուրբ Հոգին կգա, ինքը կհանդիմանի, կմխիթար, ոնց, չես խոսալով։ Ինքը խոսալ գիտի։ Ինքը գիտի մեր հետ խոսալ։ Ինքը գիտի, երբ որ դու գործերով ես զբաղված ու ինքը ասում է լսի։ Գնա ուզում եմ քո հետ աղոթեմ մի հատ։ Գնա քո սենյակը աղոթի կամ գնա կարդա։ Ինքը խոսալ գիտի։ Ու շատ անգամ ինքը խոսալ գիտի, երբ որ ասում է լսի, այս եղբորը կամ այս քրոջը բան արա, պատժ կարա, օրհնի։ Ինքը խոսալ գիտի։ Բայց դու խստացնում ես, դա քեզ ձեռ չի տալի, որովհետև ինքը լռում է։ Ու դրա համար էլ ինքը չի ասում դու իմ որդին ես։ Բայց Հիսուս Քրիստոսին Աստվածը երկնքից ասեց, սա է իմ սիրելի որդին, որի ես հավանել եմ։ Իրան լսեցեք, իրան մտիկ տվեք։ Երբ որ մենք Սուրբ Հոգին սկսում ենք հնազանդվելը Սուրբ Հոգին, Սուրբ Հոգուն հավանություն եք տալ, Սուրբ Հոգին ասում է, սա է իմ սիրելի որդին, որի ես հավանել եմ։ Լսեք, եկեք մի կյանք ապրենք, որ Սուրբ Հոգին հավանություն տա մեզի։ Անցած ծառայության ասեցի, ժամանակ ասեցի, հավատացյալ չխաղանք, այլ իսկապես Սուրբ Հոգու մասին ասենք, Տեր, Սուրբ Հոգին այսօր մեր մեջ է։ Ինչի համար, որ մենք իր վկայությունով հասկանանք, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ես ու դու Աստծո որդի ենք։ Եվ քանի որ Աստծո որդի ենք, մեզ պետք է աշխարհի հետ բաժին չունենանք։ Հետաքրքիր է Ղևտացին, որ առանձնացավ, որպես 12-րդ ցեղն էր Ղևտացին։ 11 ցեղին Աստված բաժիններ տվեց աշխարհից, բայց Ղևտացուն ոչ մի բաժին չտվեց, ասեց ես եմ քո բաժինը։ Դու ոչ մի տարածքում բաժին չես ունենալ, ես կլինեմ քո բաժինը։ Դու կցրվես ամբողջ 11 ցեղի մեջ ու հոգևոր ծառայություն կանես, որովհետև ես քո բաժինն եմ ու ես քեզ կկերակրեմ։ Նույն այսօր մեզ ասում, որ Տերն է մեր բաժինը։ Մենք աշխարհից բաժին չունենք, թեև աշխարհի մեջ ապրում ենք, աշխարհի մեջ աշխատում ենք, աշխարհի մեջ ուտում ենք, աշխարհի մեջ տեղեր են գնում, ուրախության են գնում, ամեն տեղեր գնում ենք, բայց աշխարհի մեջ բաժին չունենք։ Աշխարհը ինքը չի տա մեզ բաժին, որովհետև մենք աշխարհից չենք։ Ասում աշխարհը իրաններից լսում է, բայց ձեզի չի լսում, ինչի որովհետև Հիսուսին չլսեց, ասեց ինձի չլսեցին։ Դրա համար Տերը սորտնի, որ մենք կարողանանք առաջ գնանք։ Մենք կարողանանք Տիրոջ որդիները լինենք իսկապես։ Այն մարդիկ, որոնք որ ապաշխարեցին, իրանք Աստծո որդիներ դարձան։ Որտեղ ասում է, ով որ Հիսուս Քրիստոսին ընդունեց, Աստված իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Բայց հարցը ստե է, պահել պետք է։ Աստծո որդին աշխարհի կյանքով չի ապրում։ Անառակ որդին ինքը անառակության մեջ որդի չէր, երբ որ վերադարձավ այդ ժամանակ եղավ որդի։ Այն ժամանակ ինքը թափառական էր, ինքը անառակության կյանքով էր ապրում։ Այն ժամանակ ինքը որդի չէր։ Բայց երբ որ տեսավ, որ որդին վերադարձավ, հայրը իր գութը շարժեց ու վազեց դեպի վզովն ընկավ։ Երբ որ մարդը գալիս է Տիրոջ հետ, ժամանակ ինքը որդի է դառնում, բայց աշխարհի մեջ ինքը որդի չի։ Ու նույնը մեծ որդու մասին խոսանք։ Մեծ որդին ինքը ծառայության հոգի ուներ, բայց ոչ թե որդիական հոգի։ Ինչի համար, որովհետև երբ որ տեսավ աղբերը եկավ, ինքը գնաց մի անգամ ծառաների մոտ։ Հոր մոտ չգնա, ծառաների մոտ ասեց, «Էս ինչ խաբար, էս ինչ ուրախություն է»։ Իր սիրտը ավելի մոտիկ էր ծառաներին։ Գիտեմ, մեր երեխեքի կամ մեր մոտիկների մոտ չէ, ում սիրտը մեկին մոտիկա չէ, ինչ որ լինում է իր մոտ է, թվում առաջի հարցնում է իրանից է։ Անա չի որ երեխեն papayin սիրում է, գնում է մամայից հարցնում, տես բան չկա։ Եթե papayin է սիրում, հաստատ papaից կհարցնի, եթե մամային է սիրում, մամայից կհարցնի։ Այսինքն ում հետ ինքը շունի շփում, իրանից էլ կհարցնի։ Մեծ որդին չգնաց, ասեց հլը հորս կանչեք հլը։ Կամ չգնաց հորը մոտ ասեց, «Էս ինչ խաբար է»։ Գնաց ծառաներ մոտ, ինչի որովհետև շփում ուներ ծառաներ հետ, բայց հոր հետ չուներ։ Ու երբ ասեց, որ քո որդին է եկել, ինչ հարց, ասեց, ես եմ արել, են եմ արել, որովհետև ծառայության ոգի ուներ իր մեջ,
ծառայության հոգին էր եւ ոչ թե որդիական հոգի։ Դրա համար մեզ պետք է հասկանանք մի բան. որդի էր, բայց ծառայության հոգով, ծառայության սրտով։ Ու շատ անգամ այդ որդիները չեն հասկանում հոր ցանկությունները, հոր կարիքները, հոր սիրտը չեն հասկանում։ Ու շատ անգամ մենք էլ Աստծո որդի լինելով, շատ անգամ չենք հասկանա, եթե ծառայության հոգով լսվենք, բայց երբ որ որդիական հոգով ենք լսում, ենք հասկանում ենք, ասում ենք. Տեր, շնորհակալ եմ այդ մարդու համար էլ։ Շնորհակալ եմ այս մարդու համար էլ, շնորհակալ եմ թշնամուս համար էլ, շնորհակալ եմ, որ դու իրան էլ փրկություն տվեցիր, նրան էլ տվեցիր, սա որդիական սիրտն է։ Տեսեք շարունակությունը 17-18-րդ խոսքը Հռոմեացիների։ Եվ եթե որդիկ, ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ մասնակից լինենք։ Որովհետեւ այսպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի։ Այսինքն ի՞նչ է խոսում, ասում է, եթե որդիներ ենք, ուրեմն ժառանգներ էլ պետք է ունենենք։ Այսինքն Պողոս Առաքյալը այս ամբողջ թղթի մեջ խոսում է, որ եթե Տիրոջ մեջ ենք ապրում, եթե Տիրոջից ենք ծնված, եթե Տիրոջ հոգին մեր մեջ է, առաջինը մենք ազատ ենք մեղքից։ Ու Տիրոջ հոգի վկայություն է տալ, որ մենք որդիներ ենք, ու եթե որդիներ ենք, ուրեմն ժառանգներ ենք։ Ես ու դու որդի լինելով մենք ժառանգություն ունենք։ Ծառան ինքը ժառանգություն չունի, որդին ժառանգություն ունի, թեև ծառան էլ որդին էլ նույն տան մեջ են։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մի նայի ծառային, ու ծառայի նման մի շարժվի, այլ որդուն նայի, որդու նման շարժվի։ Հայրը ասեց, սա իմ սիրել որդին, որին ես հավանել, մի իրան մտիկ տվեք։ Մենք ամեն մեկս պետք է մտիկ տանք Հիսուս Քրիստոսին։ Ինչի համար, որովհետև որդիական սիրտը ինքը ունի։ Ու երբ որ ուշադրություն ենք դարձնում իրան, հասկանում ենք մի բան, որ մենք ժառանգներ ենք, երկնքի ժառանգներ, ամեն, երկինքը տված է ինձ ու քեզ, Քրիստոսով մենք երկինքը ժառանգում ենք, թե ոչ մի բան չենք արել, երեխեն ոչ մի բան չի անում, մենակ ծնվել է այդ ընտանիքի մեջ, ու ինքը ժառանգորդ է դարել, այն հարևանի տղեն ամեն ինչ կանի, ամեն կչարչարվի, ծառայություն կանի, բայց իրան չի տրվել, ինչի, որտեվ ինքը որդի չի ծնված ըտեից։ Ինչի Աստված ուզեց, որ մենք վերստին ծնվենք իր ընտանիքի մեջ, ծնվենք եկեղեցու մեջ, ինչի, որ մենք որդիներ լինենք, որ ժառանգորդներ լինենք։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք այս ամուր բռնենք, ես ու դու ժառանգություն ունենք։ Չգիտեմ, մեր վաղվա օրը ինչ կլինի ստե, բայց մի բան գիտենք, երբ որ այս ամեն ինչից դուրս գանք, մենք ժառանգություն ունենք։ Երկնքում մենք ժառանգություն ունենք, ամեն։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկիս։ Գաղատացիների 4-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքերը, ասում է, բայց ասում եմ, քանի ժամանակ, որ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչ տարբերություն չունի, թեև ամեն բանի Տեր է, բայց վերակացուների եւ տնտեսների ներքևն է միջև հոր որոշած ժամանակը։ Այնպես էլ մենք, քանի որ երեխաներ էինք, աշխարհի սկզբունքների ներքևը ծառայության մեջ էինք, բայց երբ որ ժամանակի լռումը եկավ, Աստված ուղարկեց իր որդին կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրությունն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդի եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբա հայր։ Տեսեք, երկրորդ տեղն է Սուրբ Հոգու մասին ասում, որ ինքը աղաղակում է Աբա հայր։ Հետաքրքիր է, որ Հռոմեացիների մեջ ասում է, որ Աստծո որդին վկայություն է տալ, որ մենք Աստծո որդի ենք։ Եվ Գաղատացիների մեջ էլ ասում է, եւ Սուրբ Հոգին մեր ներսում կոչում է Աբա հայր։ Այսինքն Սուրբ Հոգու միջոցով մենք հոր եւ մեր կապը ստեղծում է միայն Սուրբ Հոգու միջոցով։ Ու սրա համար ասում է, քանի որ երեխա ենք, ծնվել ենք այդ ընտանիքի մեջ, բայց ժառանգություն դեռ չունենք, որովհետեւ աշխարհի սկզբունքներով ենք շարժվում։ Իմացի, եթե քրիստոնյա ես, Աստծուն ընդունել ես, աշխարհի ձևով շարժվես, Տերը ժառանգությունը չի վստահի քեզ։ Չի։ Բայց եթե մենք աշխարհի սկզբունքները դեն ենք շպրտում, հոգևոր սկզբունքներով ենք շարժվում, սա այն ժամանակն է, որ ասում է, տեսեք այս մասը, որ ասում է, եւ օրենքի երբ որ ժամանակի լռումը եկավ,
Ես քեզ ասում եմ, այսօր քո ժամանակի լռումը եկել է։ Այսօր մանկությունից դուրս էլ։ Այսօր աշխարհի սկզբունքները քանդի քո բանով, քո որոշումներով։ Այսօր հոգևոր սկզբունքներ վերցրու։ Հոգևոր սկզբունքներ։ Շատ անգամ գիտեք, ես էլի ասել եմ, մարդ ուզում է իր նկատմամբ ընկերություն անի, բայց ինքը չի ուզում ընկերություն անի։ Ուզում են իրան օգնեն, բայց ինքը չի ուզում ուրիշին օգնի։ Դες բան չի լինում։ Օգնի որ օգնեն։ Ցանի որ հնձես։ Եվ սրա մեջ նույն ձևի ասում է, որ այս ժամանակի մեջ մենք պետք է սկսենք գործելը։ Հոգևոր սկզբունքներ դնենք մեր հոգեվոր մեջ։ Գիտեք, շատ անգամ ես բան չունեմ ասելու, դուք ձեր որոշումը գիտեք։ Քաղաքից քաղաք եմ տեղափոխվում, այս կողմից են կողմ լսի, կվնասվես։ Եթե դա Տերն է տեղափոխում, տեղափոխվի։ Եթե Տերը չի տեղափոխվում, մի տեղափոխվի։ Իշկանը եղել է տենց օրինակներ, մարդիկ եկել են ապաշխարել են, մի քիչ լավ են զգացել, մի 6 ամիս անցել, մի տարի անցել, լավ են զգացել են, որ ներս ուրախություն կա, խաղաղություն կա, ազատություն կա, ասում է գնամ ստեղ սենց բաներ անեմ։ Ու հետո գնացել է տեսել, որ հավատքից ընկել է։ Լսի, ինչի ախր գնացիր։ Ախր Տերը չուղարկեց քեզ։ Դու որոշեցիր։ Ինչ ասում, ասում է, եթե գնում եք մի քաղաք, որ առևտուր անեք, ասեցեք, եթե ապրենք ու Տերը կամենա, սա կանենք ու սա կանենք։ Բայց եթե Տերը չի կամենա, մի արա։ Որտեղ այն որ Քրիստոսով մենք ստացանք փրկությունը կկորցնես։ Դա համար մեզ պետք է որ ուշադրություն դարձնենք, արդյոք մենք հարցում ենք, ասենք Տեր, ինչ անենք։ Գնամ էդի անեմ։ Շտապոք։ Բայց դժվար պատվաստել։ Տուն այդքան ծառներ ունեմ։ Կարամ գնամ այսօր սա փոկեմ բրծնեմ, սենց։ Հեշտ է, փոկվելը հեշտ է։ Եկեղեցուց անջատվելը հեշտ է։ Բայց պատվաստելը դժվար է։ Պատվաստում եմ, խնամում եմ, հոգ եմ տանում, ջանք եմ անում, ջրում եմ, ապրումներ եմ ունենում, կարող է աճի, կարող է չաճի, կարող է հան ինչի է տենց եղավ։ Մի 6 ամիս հետո մի հատ ծիլահել մասմա ես կամ։ Դրա համար այսօր հեշտ մի գնա եկեղեցուց, ասա լավ է կգնամ, դե ոչինչ չստացվի էլի հետ կգամ։ Դժվար է, կդրվեցիր դժվար է պատվաստելը։ Պատվաստելու մեջ զոհ կա։ Մենք վայրի ծիթենի լինելով Քրիստոսի զոհով պատվաստվեցինք։ Անց հեշտ չի պատվաստելը, հավատացեք։ Եթե Աստված քեզ հեշտությունով տրվեց, հետո երկրորդ անգամ հեշտությունով չի տրվելու։ Ես ձեզ ասում եմ, ուշադիր եղեք։ Այն մարդիկ, որոնք որ հեշտությունով սիգարետը թողել են, հետո ծխել են, ասել են դե Տերը ողորմած է, Տերը կօգնի, կթարգենք էլի։ Ու հետո երկրորդ անգամ չեն կարացել թարգեն, տենց հեշտ չի եղել։ 3 օրերով ծոմ են մտել, որ հետո թարգել։ Ինչի՞, որովհետև Տերը առաջի անգամ երբ որ տալիս է, ձրի է տալի։ Երկրորդ անգամ դու ձրի չես ստանա։ Տերը երբ որ տալիս է, ձրի ես դու պատվաստվում եկեղեցու մեջ, բայց հաջորդ անգամ ձրի չես պատվաստվի եկեղեցու մեջ։ Գալու ես։ Ես իմ կյանքից պատմեմ։ Ես մինչև ամուսնանալը Ժաննայի հետ ես հոգևոր էի, Ժաննան հոգևոր չէր ու ամուսնացանք։ Ունեց եղանք, որ շատ դե իմ եկեղեցին Հայաստանում էր, դե շատ ստեղ էինք մնում, բայց այնտեղ քիչ էի մնում։ Մի ամիս գնում էինք այնտեղ, բայց 11 ամիսը ստեղ էինք։ Ու ինչ տեղի ունեցավ, որ աստիճանաբար կդրվեցիր եկեղեցուց։ Դե այդտեն չի, որ աշխարհը սիրել եմ, գնացել եմ աշխարհի մեջ, այդ ձև չի։ Ես էլի իմ աղոթքը արել եմ, որ ասենք եղել է, որ արդեն պետք է քնենք, կայնել եմ լուսամուտի մոտ, Ժանան չի թողել, որ ես աղոթեմ, ասում եմ, «Էդ քեզ կայնել», ասում եմ, «Հեչ, հեսա կգամ»։ Ինչի՞ ինքը սրտի մեջ զգում էր, որ ես աղոթում եմ։ Հասկան իմ կապը Աստծո հետ կար։ Բայց հետո որ 6 տարի անցավ ու Ժաննան ապաշխարեց, Ժաննայի վրա եկավ Աստծո հոգին, Ժաննայի վրա եկավ այդ ուրախությունը։ Ես էլ եկեղեցու մեջ էի, արդեն գնում ենք եկեղեցի։ Իմ համար երկինքը փակ էր։ Ժանան ուրախանում էր, պատմում էր էմոցիաներով են ապրումները, որը որ ես ունեցել եմ այդ տարիներ առաջ։ Բայց հասկանում եմ, որ իմ համար փակ է դուռը։ Այդ ձև չի, առաջ անգամ Տերը տալիս է, Ժանան տվեց մի անգամից, բայց ինձ չտվեց մի անգամ, որովհետև ինձ տվել էր առաջի անգամ։ Ու երբ որ երկինքը փակ էր, ես շարունակեցի եկեղեցի գնալ։ Մի ամիս, 2 ամիս, ինձ չէր հետաքրքրում, ես Աստծուն էի փնտրում։ Օրերս մի օր մի քանի ամիս անցնելուց հետո մեկ էլ տեսա իմ կյանքում երկինքը բացվեց։
Ու արդյոք դու ուժ կունենաս միշտ Տիրոջ տան մեջ մնաս առանց Տիրոջ ձայնի, որ հետո երկինքը բացվի քո համար, հետո դու պատվաստես եկեղեցու մեջ։ Թեև այն չէր, որ Դեմասի նման աշխարհը սիրեցի գնացի, չէ։ Ես էլի իմ սրտի մեջ իմ պաշտամունք ունեի, իմ սրտի մեջ իմ Տիրոջը ասեն գնահատում էի, պատվում էի, իմ աղոթները կարդում էի ձեռի հետ, որ հասնում էի, բայց կար մի բան, որ երկինքը փագեր։ Այսօր ուզում եմ ասեմ, որ եթե առաջի անգամ քեզ հեշտ է տրվում, մատի արանքով մի նայ, մատերի արանքով մի նայ, որովհետև երկրորդ անգամ հեշտ չի տրվում, դու բիգինգ պետք է վճարես։ Դու միշտ պետք է դրան առաջը կանգնես, ոնց որ որբևարներ կայնում անիրավ դատավորի դեմը, կայնում էր ու աղաղակում էր, այդ ձև պետք է ամիսներ շարունակ աղաղակես մինչև դուռը բացվի։ Մի ողորմելի եղբայր կար, ինքը ողորմած է արդեն աշխարհի մեջ է։ Ինքը երբ որ նոր ապաշխարել էր, ոգևորված էր, ինքը ոգևորված սկսեց, հասկանում եք, երբ որ Տերը ինքը ինչ որ մի բան անում է, ինչի է Տերը ասում, որ աշխարհային սկզբունքներից մաքրվի, որովհետև երբ որ Աստված ինչ որ մի բան անում է, ուրախություն ու ազատություն տնում է, սատանան միտք է տալի ու մենք գիտենք սա Աստծուց է, գնանք ու անենք։ Ու ոգևորված էր, ասում է ես այդամ ճանապարհին կանգնող մարմնավաճառներին բան անեմ, քարոզեմ, ավետարան քարոզեմ։ Լսի, եթե Տերը քեզ չի տվել, մի գնա։ Գնաց ինչ որ ավետարան էր քարոզում, օրերս մի օր ընկավ այնտեղ։ Ինչի համար, որովհետև մի ոգևորվի, այլ պահի այն ինչը որ ունես։ Ու ինչ տեղ ունեցավ, երբ որ գնաց ընկավ, էլ չկարծավ եկեղեցու մեջ գար, էլ չկարծավ աշխարհ սիրեց, գնաց աշխարհ մեջ, հետո ինչ որ ժամանակ եղավ, որ մեր քույրերից մեկը տեսել էր այդ մարդուն, եղբայր չեմ ասում, որովհետև մահացած է, երբ որ կենթանան այն ժամանակ կասեմ եղբայր, այդ մարդուն տեսավ տրանսպորտի մեջ, ասես լսի, խիչ ես գալի, ասում է գիտես մի բան կա, ոնց բան եմ անում, ոնց որ երկինքը փագ է ինձ համար, գիտես երկինքը փագ է այնքան ժամանակ, որ մինչև դու գին վճարես, մինչև դու դուռը ծեծես, մինչև դու սպասես, մինչև դու աղաղակես, դրա համար ասում եմ, այն որ ձրի տված է առաջի անգամ, մի կորցրա, որովհետև երկրորդ անգամ գինես վճարելու, որովհետև առաջի անգամ, երբ որ մենք եկանք եկեղեցի, դա մենք գինը չտվեցինք, բայց Տերը տվել էր այդ գին արդեն, Տիրոջ գնով ենք մենք մտել երկինք, ամեն, դրա համար Տերը սորտնի, ինչ որ ունես խնայի, պահի, Տերը սորտնի ամեն մեկիս, և չեմ ուզում էլ շարունակեմ, եկեք վերջի խոսքերի մասին, ուրեմն Հռոմեացիների 8-րդ գլուխ 31-32 խոսքը խոսամ, կարդամ։ Տեսեք ինչ ասում, ասում է, ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։ Ասում է, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Երբ որ մենք Աստծո որդիներ ենք, երբ որ մենք ապրում ենք աշխարհի սկզբունքները թողելով հոգևոր սկզբունքների մեջ, երբ որ մենք ժառանգներ ենք, ով է մեզ հակառակ։ Եթե ամբողջ աշխարհը հակառակ կանի, բայց Աստված քո կողմը լինի, չվախենաս, որ հետև Աստված քո կողմն է։ Բայց եթե ամբողջ աշխարհը քո կողմը լինի, բայց Աստված հակառակվի քո դեմ, վախեցի, որովհետև ուշ դե շուտ կանգնելու ես Աստծո առաջ։ Ամեն։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկի, շարունակություն կարդանք ու վերջացնենք։ 33-37 խոսքերը։ Ով է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է, որ արդարացնում է, ով է, որ դատապարտե Քրիստոսը, որ մեռավ, եւ ավելի, որ հարություն առավ, եւ Աստծո աշկողմն է, որ մեզ համար բարեխոսել է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերիցը, տառապանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերկություն, թե վտանգ, թե սուր, թե իպացեք, թե կրիդիտ, չէ, կարանք ավելած, այն ժամանակ չկար իպացեք չգրես Պողոսը, բայց հիմի կա, ասկան ինքը ինչը, որովհետև շատ անգամ, որ ասում ենք լսի աղբերս, կամ քուրս, ծառայություններ մասնակցի, Տիրոջ տուն արի, ասում եմ գիտես իպացեք ուտեմ, ինձի պետք է հասցնեմ, արդյոք էդի բաժանում է քեզ Աստծո սիրուց, քեզ պետք է Աստծո սիրո մեջ լնես, որ իպացեկդ կարնաս տաս,
Ամեն։ Եթե օրը 24 ժամ ունի ու 12 ժամ ես պետք է աշխատեմ, իմացի 13 ժամ աշխատելով դու չես ստիպացեք տա։ Բայց եթե 10 ժամ աշխատես, այդ 2 ժամ Աստծուն տաս, Տերը օրհնելու է քո կյանքը։ Ես չեմ ասում մի աշխատի, բայց Աստծո ժամը Աստծուն տուր։ Սա ամենակարևորն է, Աստծո ժամը Աստծուն տուր։ Մարմնը ունի իր ժամը այս աշխարհի մեջ ապրելու։ Աստծո ժամն էլ ունի մեր աշխարհի մեջ մեր կյանքում գործելու։ Դրա համար Աստծուն կայսրն կայսիրն եկեք տանք։ Ամեն։ Դրա համար Տեր օրհնի ու շարունակություն ստե։ Ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարներ պես համրվեցանք, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Ասում է քեզ համար մերձվում ենք։ Եկեք այսօր աշխարհի համար մերձվենք։ Աշխարհը մեր համար սկզբունք չի, հավատացեք, հույս չի։ Աշխարհը չգիտես վաղ ինչ օրենք դուրս կգա ու ինչ տեղի կունենա։ Մենք հույս չունենք աշխարհի վրա։ Ու ինչ կլինի, որ աշխարհում, ինչտեղ խաղաղություն չկա, Տեր ասեց, վերջի ժամանակներում պատերազմներ կլինեն։ Ու չեն կարող մենք աղոթենք, Տեր դադարեցրու պատերազմ, լավ աղոթենք, բայց դա պետք է լինի։ Լավ կլինի, որ Տեր օգնի, որ հավատքս չկորցնեմ։ Որտեղ ասում է երան նրան, որ իր հավատքը չի կորցնի։ Եթե գամ արդյոք հավատ կգտնեմ երկրի վրա։ Դա համար շատ կարևոր է, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք։ Եվ 38-39-րդ խոսքն էլ կարդամ ու վերջացնեմ։ Որտեղ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն եւ ոչ խորություն, եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Չի կարա։ Ամուր բռնի, որ չբաժանի։ Շատ անգամ այդ ցանկությունները կարում են բաժանեն։ Շատ անգամ այդ ցանկություններով անում ենք մի բան, որ հետո զգում ենք, որ Տերը Սուրբ Հոգին տրտմել է մեր ներսում։ Չի խոսում, չի ասում։ Ես ուզում եմ մի հատ ձեռ բարձրացնենք, ով ում է Սուրբ Հոգին, ում հետ է խոսում ընդհանրապես։ Ես կուզեմ մի հատ ձեռ բարձրացնենք։ Լսեք, Սուրբ Հոգին խոսում է։ Երբ որ գնաք տուն, ասա Սուրբ Հոգի, ուզում եմ, որ դու խոսաս ինձ հետ։ Ով է հավատում, որ մարդուն Աստված ստեղծեց։ Սաղս հավատում ենք։ Հիմի լսի մի բան ասեմ։ Եթե Աստված չի խոսում, ինչի մարդուն ստեղծեց, որ խոսա։ Այսինքն, եթե Աստված խոսում է, չէ՞, ուրեմն ինքը զգայարան դրեց, որ մարդն էլ խոսա։ Ու որ Աստված լսում է, մարդուն զգայարան տվեց, որ մարդն էլ լսի։ Այսինքն Աստված եւ խոսում է, եւ լսում է, եւ զգում է, եւ ապրումներ ունի։ Ու դա դրեց մեր մեջ։ Նշանակում Աստված խոսացող ու լսող Աստված է։ Պետք է մենք խոսանք Աստծո հետ ու լսենք, ասենք Տեր, օգնի մեզ։ Ինչքան ժամանակ որ չեմ լսել քո ձայնը, սովոր չի իմ ականջներս քո ձայնը լսելու։ Մի պատմություն էլ պատմեմ ու աղոթենք։ Ծառայողներից սկսում են եկեղեցու ծառայողներից սկսում են երկին գնալը, Հիսուսը դիմավորում է, ասում է դու ճանաչում ես Հիսուսին, ասում է հա բա ոնց այսքան տարի ես ծառայել եմ երկրի վրա։ Ու ինչ է տեղի ունենում, որ խոսում է Հիսուսի մասին, բայց ասում է ուղարկեք դժոխք։ Մյուս ծառայողն է գալի, մյուս մարդն է գալի, ասում է ճանաչում ես Հիսուսին, ասում է իհարկե ճանաչում եմ, լսել եմ, կարդացել եմ, աղոթել եմ, ու ասում է իրան էլ դժոխք գցեք։ Տատիա բարձրանում ասում է ճանաչում ես Հիսուսին, ասում է բայ Հիսուս ջան, դու ես։ Մենք կարանք ապրենք քրիստոնյա, բայց չճանաչենք իրան։ Քրիստոսը ինքը շփվում է մեր հետ։ Շփվում է խոսքի միջոցով, շփվում է աղոթքի միջոցով, շփվում է մեր սրտի մեջ։ Խոսում է ինքը։ Ամեն։ Դրա համար օրհնի ամեն մեկից Տերս, որ մենք իսկապես կարողանանք հարաբերություն ստեղծենք Տիրոջ հետ, ճանաչողություն ստեղծենք։ Որտեղ են 7-րդ գլխի Մատթեոսի մեջ, որ ասում է, դևեր հանեցին, բայց եկան Տիրոջ ինչ պատմեցին, իրանց ծառայությունները, դևեր են հանել, էս են կարել, են կարել, են կարել, ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Լավ եք արել, որ այդքան բան ծառայել եք, բայց ես չեմ ճանաչում ձեզ։ Հեռու գնացեք ինձանց, ով անօրենություն գործողներ։ Այսքան Տիրոջը չճանաչելը դա արդեն անօրենություն է։ Բայց ինչ անք Տիրոջը ճանաչենք, հարաբերություն ստեղծենք։ Սուրբ Հոգու հետ խոսանք, Տիրոջ անունով խնդրենք, ստանանք, ասենք այո Տեր, ես ուզում եմ, որ դու ինձ էլ ասես, որ դու իմ որդին ես։
Սուրբ Հոգի ջան, որտեղ եմ ես դադարել լսելը քեզ ենթարկվելը։ Ցույց տուր, ես դե ապաշխարեմ ու շարունակեմ։ Ասма հիշիր որտեղից ընկար։ Դա համար շատ կարևոր է սրա վրա ուշադրություն դարձնենք ամեն